Աշխարհի ամենամիամիտը համարեք ինձ, աշխարհի ամենադյուրահավատը համարեք ինձ, ես կարծում եմ, որ այդ քաղաքացիների թիվը փոքր է լինելու, որովհետև երբ քո աչքի առաջ եռաբլուրը եռապատկվում է, երբ քո աչքի առաջ հազարամյա Արցախ դատարկվում է, դու չես կարող գնալ ու ձայն տալ այն պետության օգտին, որը սպանում է քո երեխաներին։ Չես կարող գնալ ու ձայն տալ այն պետության սուբյեկտը դառնալու օգտին, որը քո արյան վրա է ապրում։ Այստեղ արյան հարց է։ Այստեղ ԴՆԹ-ի հարց է, իսկապես ԴՆԹ-ի հարց է։ Մենք պետք է հասկանանք, մեր ԴՆԹ-ի մեջ ազատությունն է նստած, թե հիմարությունն է նստած։ Եթե նստած է այսօր կուշտ ուտելու, վաղը սոված մեռնելու մտայնությունը, հա, կգնանք ու Սամվել Կարապետյաններին, Ռոբերտ Քոչարյաններին, չգիտեմ, այնտեղ Թաթոյաններին, դուք հիշեցրեք, Մարուքյան, Սամվել Բաբայան, Վանեցյան, այո, ցավալիորեն յան ազգանուն ունեցողներին, բայց հայության հետ ոչ մի կապ չունեցողներին ձայն կտան։ Եվ իրենք իրենց արյանը կխառնեն այն բենզինը, որ Վազգեն Սարգսյանն ասում էր, մեռոնին թույն կխառնեք։ Կխառնեն այդ թույնը կպայթի Երևանի կենտրոնում։ Կգնան անխառն, մաքուր, հպարտ ու երջանիկ ապրելու տարբերակով։ Իրավիճակ կփոխվի։ Պարզապես իրավիճակ կփոխվի։